Շարունակվում է արտաքին գործերի նախարարի այցը Բուդապեշտ։ Այսօր Մակա Բոճորիշվիլին ելույթ կունենա միջազգային համաժողովում։ Բուդապեշտի գլոբալ երկխոսություն 2026, այսպես է կոչվում ձևաչափը, որի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից բարձր մակարդակի քաղաքական գործիչներ, բիզնեսի ներկայացուցիչներ եւ փորձագետներ կքննարկեն առկա մարտահրավերները։ Հիմնական շեշտը կդրվի անվտանգության եւ աշխարհաքաղաքական հարցերի վրա։ Կողմերը կքննարկեն նոր նախաձեռնություններ։ Արդեն հայտնի է, որ Մակա Բոճորիշվիլին կխոսի խաղաղության կարևորության մասին։ Միջոցառումը Բուդապեշտում անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Կառավարության փոփոխված որոշումը համալսարանների միավորման վերաբերյալ քննարկման թեմա է քաղաքական սպեկտրում։ Ընդդիմության մի մաս այն գնահատում է որպես քաղաքական դիմակահանդես եւ նշում, որ ի վերջո վրացական երազանքը ստիպված է եղել նահանջել։ Նրանց խոսքով իշխանությունը բախվել է ուժեղ դիմադրության եւ ստիպված է եղել հրաժարվել փոփոխություններից։ Իսկ իշխանական թիմում հայտարարում են, որ այս փուլում ընդունված որոշումը եղել է ամենաօպտիմալը։ Տեղեկացնենք, որ Թբիլիսիի պետական համալսարանի եւ Վրաստանի տեխնիկական համալսարանի միավորման վերաբերյալ կառավարության որոշման մասին հայտնի դարձավ հունվարի 29-ին։ Որոշմանը հետևեց երկու համալսարանների, գիտական հանրության եւ ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների բողոքի ցույցերը։ Արդյոք Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները կսկսվեն նոր էջից։ Վրաստանի նախագահի հայտարարությամբ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյդի Վենսի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ կայացել է անկեղծ հաղորդակցություն։ Ինչպես ասում է Ղավելաշվիլին, Ջեյդի Վենսի կողմից հնչել է, որ սերտ հարաբերությունները անպայման կնորացվեն։ Միաժամանակ, ինչպես նախագահն է նշել, հանդիպման ժամանակ Մարկո Ռուբիոն ասել է, որ հարաբերությունները մաքուր էջից սկսելու նպատակով կձևավորվի տեխնիկական խումբ։ Նշված հայտարարությանը չեն հավատում եւ լուրջ չեն ընկալում ընդդիմությունում, իսկ վրացական երազանքում ունեն դրական սպասումներ։ Զելենսկին նշել է, որ անվտանգության հուսալի երաշխիքները խաղաղությունը պահպանելու եւ ռուսների կողմից համաձայնությունների ցանկացած տեսակի խախտումը, թե բացահայտ հարձակման, թե հիբրիդային գործողությունների միջոցով կանխելու միակ իրական հիմքերն են։ Հենց այս տարի ենթակառուցվածքային աշխատանքներ կսկսվեն Ռուսթավի եւս 3, թիվ 1, թիվ 2 եւ թիվ 16 հանրակրթական դպրոցներում։ Հատկանշական է, որ միջոցառման անցկացման վայրը եղել է խորհրդանշական, քանի որ 80 տարի առաջ Սուխիշվիլիների պատմությունը հենց օպերայի եւ բալետի թատրոնում է սկսվել։ Նաթիա Թուրնավայի խոսքով մրցույթը տարիների ընթացքում ցույց է տվել, որ թափանցիկությունը ձևական պահանջ չէ։ Բարտա մրցույթի այս տարվա շրջանակներում հաղթողները ճանաչվել են հետևյալ կատեգորիաներում՝ խոշոր ֆինանսական, ոչ ֆինանսական, փոքր եւ միջին ընկերություններ։